Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայետ նախագիծը եւ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ էքսկլյուզիվ թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուրեր։ Իդեպ նրանց մասին շատ հեռուստադիտողներ էին խոսում եւ հատուկ նկարներ էին ինձ ուղարկում, ասում էին Ակոպովնա, ինչու նրանք քեզ մոտ տաղավարում չեն հյուրընկալել, սխալ եմ եղել։ Ուշացել եմ, բայց այսօր այդ ամենը ես կշտկեմ։ Րոպեներանց, որովհետև այս պայն ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ սկսում ենք անցնել բուն թեմային։
Դե ինչ Արգենես 21 թվի եթերում շարունակում է աշխատանքը ձինա այդ նախագիծը Եվրոպա չկորցնելով ըստ ֆորմատի ես ձեզ առաջարկում եմ տեսանյութ բավականին երաժշտական եւ ցանկալի վստահ եմ շատ ավելի մոտ կնստեն հիմա ձայնը կբարձրացնեն իսկ թե ովքեր են ինձ մոտ տաղավարում կիմանաք րոպեներ անց Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա ժամանցասեր հասարակությունն է ավելի մոտ նստել, ավելին ասեմ, էքստրիմի սիրահարներն էլ էլի թող մոտ նստեն, ձայնը բարձրացնեն, որովհետև ունեմ հատուկ ձեզ համար էքսկլյուզիվ նորություններ, որ ներկայացում են իմ տաղանդավոր ընկերները։ Մեծագույն սիրով հյուրընկալեմ Վարդանյան եղբայրներին, Գևորգին եւ Անդրանիկին եւ այս պայն նրանց ուղեկցում է նաեւ հյուրը հատուկ Բրազիլիայից, ժամանած արտիստ, որի անունն է Դեջի Ավգուստո, բարի օր, բարի գալուստ ընկերներիս։ Իդեպ տեղեկացնեմ, որ Դեջին բացառապես չի խոսում հայերեն, բայց մոտավորապես մի քանի ձևով կարողանում են ռուսերեն տարբերակով ներկայացնել, վստահ եմ դուք ինձ կօգնեք մեր արտիստի հետ շփվելու համար, բարի գալուստ մեզ մոտ տաղավար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Ես ասեմ, որ մեր Facebook-յան էջը ունի մի այսպիսի թեմա։ Ինչքան էլ ինձ մոտ գալիս են հյուրեր ամեն օր, բայց մենք նաև ներկայացնում ենք հատուկ ֆոտոներ, վիդեոներ, այսպես, թե ում կցանկանան ինձ մոտ տեսնել տաղավարում։ Բնականաբար չեմ կարող բացատրել ինչքան մարդու դեմք են ուղարկում, բայց որ այս վերջի ժամանակահատվածում Վարդանյան Brothers, այսպես ասած, սկրին արած նկարները շատ էր գալիս ու ասում էին, «Ձին, նենց լավն են, ինչի՞ չես հրավիրում քեզ մոտ տաղավար»։ Նախ ինչու դուք միջև հիմա չեք արձագանքել, որպեսզի կակից մոտ տաղավար։ Շատ համեստ ենք պահում մեզ։ Բայց հենց ստացել ենք հրավերքը, մեծ սիրով ստեղ ենք եւ շատ հաճելի է այստեղ գտնվել։ Հուսով եմ, որ ստացվի մեր մոտ ամեն ինչ ներկայացնել, որովհետեւ մենք Հայաստան ենք բերել աննախադեպ ունեցող շոու ծրագիր, որը որ մարդիկ պետք է տեսնեն, ինձ թվում է եւ ծանոթ լինել։ Հիանալի է։ Եղբայրների, այսպես ասած, են մայր կենտրոն, ինչպես սիրում են շատերն են ասում, մենք կարող ենք ձեզ հանդիպել Հաղթանակ զբոսայգու կենտրոնում։ Այսինքն այդ կրկես երևույթը իմ շատ սիրելի գտնվում է հենց Հաղթանակ զբոսայգու մեջտեղում։ Այո, հենց Մայր Հայաստանի անմիջապես կողքը։ Շատ լավ, եւ ես այսպիսի նորություններ ունեմ, ինձ ասում էին, ձին դու գիտես, եղբայրները նաեւ շատ են աջակցում այն ընտանիքներին, ում զավակները ուղղակի չեն կարող գալ, չգիտեմ, այնտեղ բնականաբար անապահով ընտանիքներ եւ նրանք հասցնում են նաեւ այդ ընտանիքներն իրենց մոտ հյուրընկալ, դա ճիշտ է։ Այո, մենք вообще մեր ճանապարհը սկսել ենք 2 տարի առաջ, երբ որ 44 օրյա պատերազմը սկսավ, մենք այդ ժամանակ տարբեր երկրներում տարբեր շոուներում էինք աշխատում Գևորգի հետ որպես դերասան։ Այո։ Եվ հասկացանք, որ Հայաստանում դեր ներկայացում չենք ունեցել, եւ Գևորգի հետ որոշեցինք, որ պետք է մի բան անել, որպեսզի Հայաստանում ներկայացում ունենալ։
Անի որ շատ ծանր ժամանակներ էր Հայաստանում, շատերը ասում էին Հայաստանում այս բանին ոչ մի բան անել չի կարելի, բանն սուք է, բայց մենք հասկանում ենք, որ ինչքան էլ սուք է, երեխաներին պետք է ինչ-որ ձև տրամադրությունը բարձրացնել, եւ եկանք այն ժամանակ, երբ որ ոչ մի բան չէր գործում Երևանում, ճիշտն ասած, շատ դժվար ժամանակներ էր։ Այո։ Մեր միտքը նա էր, որ այդ ժամանակ մենք բոլոր Արցախից տեղահանված մարդկանց համար բոլորովին անվճար ներկայացումներ էին կազմակերպում։ Եվ ժամանակի ընթացքում դա դարձավ որպես ոչ թե աշխատանք, այլ ապրելակերպ, որովհետև տասնյակ տարիներ կրկես չկար Հայաստանում, պրոֆեսիոնալ կրկես, էլի ուզում եմ շեշտել, որը մենք կարողացանք ստեղծել եւ այսօրվա դրությամբ կարող եմ վստահ ասել, որ 95% մեր դերասանները մեր հայրենակիցներն են, ովքեր վերադարձել են թե տարբեր երկրներից, որպեսզի Հայաստանում ելույթ ունենան, որից 5% մեր Բրազիլիայից հյուրերն են, տղաները շատ պրոֆեսիոնալ շոու են կազմակերպում, էքստրիմ շոու, որը որ Հայաստանում երբևիցե չի եղել, վստահ կարելի է ասել, որովհետև մենք ամբողջ աշխարհով շրջագայել ենք, բայց Հայաստանում երբևիցե այդպիսի բան չէ եւ որոշեցինք, որ մեր հայրենակիցներն էլ տեսնեն այդպիսի համարներ ու զգան այդ էմոցիաները, որը որ ապրում են մեր կրկեսում։ Ես հերոստատիտորին տեղեկացնեմ, որ ունեմ դեռ հյուրեր, որ տաղավարից են կողմ են, որ ասում է դեռ մեծն է մեզ մոտ նստած, հա, դեջին է մեզ մոտ, դեռ ունենք արտիստներ, ում հետ պետք է նաև շփվենք, հագուստին նայելով դու արդեն հասկանում ես, որ նրանք գործ ունեն ինչի հետ, դուք ասեք, ես չբարձրաձայնեմ։ Տղաները աշխատում են երևի կրկեսային ոլորտում ամենավտանգավոր համարներից մեկը մոտոգլոբուսը, որը որ շատ բարձր արագության մեջ, իրանք գլոբուսի մեջ շատ տարբեր պտույտներ են կատարում ու միաժամանակ 3 հոգով այդ մոտոգունդի մեջ գտնվում են։ Շատ վտանգը այն է, որ եթե մի քիչ շեղում լինի, իրանք կբախվեն եւ ամեն ինչ հնարավոր է, որ այո, դրսում օրինակ ավտո ինչ որ վթարից ոչ մի ձևի չի տարբերվում այդ վթարը, այսինքն ինքը շատ վտանգավոր, իրանք վրիպելու ոչ մի իրավունք չունեն եւ վարկյանների հաշվարկներով իրանք այնքան պրոֆեսիոնալ են, որ կարող են կանգ առնել եւ միաժամանակ շարժվել գունդի մեջ, որպեսզի իրար հետ չբախվեն։ Դա շատ հետաքրքիր է, ես շատ եմ տեսել այդ համարը, բայց ամեն անգամ դուրս եմ գալի եւ նայում եմ, որովհետեւ դա ոչ մի բանի հետ համեմատել չի կարելի, շատ հետաքրքիր է։ Այո, ես այդ թեման տեսել եմ Վեգասում, եթե անկեղծ չեմ տեսել Հայաստանում, Ռուսաստանում չեմ տեսել եւ երբևիցե մտքովս էլ չի անցել, որ կարող է հայրենիքում լինել, իդեպ ասեմ վստահ ավակ սերնդի ներկայացուցիչներն էլ պետք է իրենց երեխաների հետ անպայման գնան այս կրկեսային համարը դիտելու համար, որովհետեւ նրանց համար դա մի այլ ադրենալին է։ Ինչքանով է ապահովված անվտանգությունը, դու կարողացել եք պահպանել, որովհետեւ փաստով ամբողջությամբ շրջանով հանդիսատես է։ Կրկեսում անվտանգությունը միակ ապահովելու ձևը նա է, երբ որ դերասանը ինքը պրոֆեսիոնալ է եւ կարողանում է այնքան պատասխանատու լինել, որպեսզի ոչ մեկին ինչ որ խնդիրների մեջ ներքաշի, չէ որ իհարկե դա կյանքի հետ է կապված, նույն ձև ոչ միայն մոտոգունդի մասին է խոսքը, կան նոթային ակրոբատներ, շատ տարբեր ժանրեր կան, որտեղ որ առանց որևէ ինչ որ կապման միջոցի եւ ստրախովկայի իրանք աշխատում են։ Դա իրանց պատասխանատվությունն է, մենք էլ որպես պրոֆեսիոնալ դերասաններ իհարկե ընտրում ենք միայն բարձրորակ եւ պրոֆեսիոնալ դերասաններ, որպեսզի ինչ-որ խնդրի առաջ չկանգնենք եւ իհարկե մեր հանդիսատեսը ինչ-որ ստրես չտանի, որովհետեւ չնայած նրան, որ մարդիկ պրոֆեսիոնալ դերասաններ են, բայց ամեն տեղ է լինում է թե Cirque du Soleil-ում, թե նույն ձեր ասած Vegas-ում, միշտ հնարավոր է, որտեղ մենք ռոբոտ չենք, էլի, այսինքն
կարող է, ասենք, իրանց պահով ասեմ, անվադողի ինչ որ խնդիր լինի, որը որ դու կարաս պահի տակ չնկատես եւ մարդկային ֆակտորից ոնց որ ասած դուրս ինչ որ սխալ լինի, բայց մենք միշտ հետևում ենք, որպեսզի մաքսիմալ ամեն ինչ անվտանգ լինի։ Շատ լավ, եւ Գևորգ ջան, մի հարց էլ ինձ հետաքրքրում, ինչքան ժամանակ է շոու լինելու ձեր ժամանակացույցում, այսինքն դեռ իրանք Երևանում են։ Ներկայությամբ այո, մենք իրանց հետ պայմանագիր ունենք, մինչև մայիսի վերջ իրանք մեր մոտ գործելու են, այսինքն մեր ներկայացումները շարունակվելու են, որ ժամանակ առ ժամանակ բաներ փոխվում են, հիմա ներկայությամբ ամանորյա ներկայացումն է, բայց ամանորյա ներկայացումը հենց վերջացավ, փոխում ենք ամբողջ դեկորացիաները եւ արդեն անցնում ենք մեր սովորական ներկայացումներին։ Հիանալ է, ես ուզում եմ նաև Ագուստո հետ շփվել, հույսով եմ ինձ կօգնես դու Գևորգ։ Արդյոք նա առաջին անգամ է լինում Հայաստանում եւ ինչ կարծիք ունի ընդհանրապես հայ արտիստների մասնակցությունը, որ նրա այդ նույն արենայում է լինում, հավանում է, ոնց է, լավն են մերոնք, ուժեղ են, կարծիքը։ This is your first time in Armenia. Do you like work in Armenian with Armenian circus artists? Yes, it's the first time here. Առաջին անգամ եմ ստեղ։ I'm in fourth generation for the circus. And just the place here, the show is amazing. The people here is amazing because we don't speak like good Russian, and all the time when we go there, we need some help. And I have no words for say thank you for everybody here. It's good time for working here. Շատ է հավանում Հայաստանը, շատ է հավանում հայկական հանդիսատեսը, շատ ջերմ են ընդունում իրանց։ Ինքը շատ զգացված է մեր հյուրասիրությունից, ամեն ինչից։ Ու ասում է եւ իհարկե գնահատում է, որ շատ պրոֆեսիոնալ կրկեսային շոու ունենք այս պահին, որի համար մենք էլ ենք շնորհակալ, որտեվ տղաները իրոքից շատ բարդ աշխատանք են կատարում, դա շատ հազվադեպ ժանր է, որը որ շատ նորից կրկնվում եմ, վտանգավոր է, ես օրինակ իրանցով շատ եմ ապարտանում ու ամեն անգամ իրանց համար վախենում եմ։ Դրա համար ես իրանց շատ եմ սիրում, տղաները իրոքից Բրազիլիայից են, ինձ չգիտեմ, մի ձևի ոնց որ մեզի շատ մոտ են։ Ահա։ Տարբեր ազգեր են լինում, բայց բրազիլիացիք իմ համար շատ հարազատ են իրանք, չգիտեմ խել։ Հիանալ է, եւ մի հարց, բավական փաստորեն ինչքան ժամանակ է նրանք Հայաստանում են։ Արդեն 2 ամիս է, որ Հայաստանում են, որովհետև մեզի 1 ամիս ու կես ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք պատրաստել այդ ամեն ինչը, փորձեր անել, հասկանալ ոնց է ստացվում։ Մոտո գունդը Բրազիլիայից բերել հասցնել Հայաստան։ Այդ է ուզում հարցնել, իսկ գունդը ոնց է հասել ձեզ մոտ։ Մոտ 2 ամիս ժամանակ է։ Շատ երկար ճանապարհ է տևը։ Վախում ենք, որ մեր պրեմիերան вообще այնքան վախենել որ տղաները մի օրվա մեջ միջև փորձերը, չգիտեմ ոնց կազմակերպեցին, շատ պրոֆեսիոնալ հավաքեցին, այդ գունդը քանդված վիճակում է եկել, մոտոները ոնց սաղ բերվել է, բայց իրանք մեզ ասում էին հանգիստ եղեք, մենք պրոֆեսիոնալ ենք, ասած մենք հասկանում ենք որ մի ամիս փորձ չանենք ու մի անգամից պետք է մեր համար շատ դժվար է, որովհետև մենք ուժային ակրոբատներ ենք, եթե մի ամիս փորձ չանենք, շատ դժվար է մեր համար, բայց իրանք այնքան վստահ են իրանց վրա, որ ցին հանգիստ եղեք, շատ արագ արեցին։ Եվ մի հարց էլ, Ագուստոն 2 ամիս է արդեն իր ընկերների հետ բնակվում է Հայաստանում, կա մի ուտեստ հայկական, որ շատ է կերել եւ հավանում է, խաշկերցրել եք մեր հյուրերին հետ ասեք ակերց։ Do you have some favorite food in Armenian? For now, I eat some stuff here, but I try adaptation because the culture from Brazil is very different here. Փոխաշրջանում է գտնվում, ասում է հələ որ վախենում եմ շատ բաներ։ Գոկից ասում են քաբաբը, խորոված, տեղը։ Լրիվ հայկական դարձում են ճանապարհում են։ Իսկ խաշը։ Խաշ մենք անպայման իրանք հյուրասիրենք, որովհետև հələ որ մենք ժամանակ չենք ունեցել իրոքից, բայց անպայման մենք
մեր մոտ տրադիցիա կա, ամեն տարի հավաքվում ենք մեր հորաքրոջ տունը եւ այնտեղ պատրաստում են շատ լավ խաշ եւ անպայման իրանց կհրավիրենք։ Քիանալ է ժամանակ կշփվեմ հետները։ Եվ մի հարց էլ, որից հետո ես ուզում շփվել նաեւ այն արտիստներ ժամանակ չունեն, որոնք տաղավարից այն կողմ ինձ սպասում են։ Եթե այսպես ասած եկավ ժամանակահատվածը, պայմանագիրը ավարտվեց, նրանք գնում են, արդեն մենք գիտենք, թե օրինակ Ամռանը ովքեր են մեզ մոտ հյուրընկալելու, ինչ-որ ծրագրեր կան։ Այո, իհարկե, մենք այդ ամեն ինչը պատրաստում ենք նախորդ, որովհետև մենք յուրաքանչյուր շաբաթ-կիրակի ունենում ենք ներկայացումներ։ Այսինքն, բայց մինչև ծրագիրը փոխվել է, մեզ պետք է լինում մոտավորապես 2 շաբաթ դադար, որովհետև տարբեր ռեկվիզիտներ մինչև դուրս ենք անում, ներս ենք բերում, դա ժամանակ է պահանջվում եւ փորձերի համար է ժամանակ պահանջվում, բայց նախապես մենք արդեն ունենում ենք հավաքած դերասաններ, որ արդեն գիտենք, որ պետք է իրանց գնալուց հետո արդեն գան։ Հիանալի է, ես կխնդրեմ նաև Ագուստոյինը թարգմանել, փոխանցել մեր հարգանքները, շնորհակալ ենք, որ մեզ մոտ են, ես վստահ եմ արդեն ունեմ հրավիրատոմսի դեպ եւ լինելու եմ այնտեղ կկիսվեմ ստորիներով, մի հատ գրիլս ձեզ համար կնախապատրաստեմ, բայց ասում եմ այդ 100 անգամ պատմելը մի բան այն չի էլի, պետքա մարդ մի հատ ռեալ տեսնի, որ հասկանա, որովհետեւ ես այս շոուն տեսել եմ Նևադայում, Վեգասում, բայց տարածքային ինքը այնքան մեծ էր, որ այդ գունդը նախ 3 հատ էր, 3 գունդ էր, եւ հիմա արդեն ուզում եմ տրիդ է պատկերացնել, չեմ կարծում տարածքը ձեզ մոտ այդքան մեծ է լինելու, նրանք ոնց են կարողանում տարածքը շատ փոքր է, շարավիղով որ հաշվես 26 մետր է, դրա համար մենք ամանորյա մեր ծրագիրը կոչել ենք Wonderland, հրաշքների աշխարհ, ինչի հրաշքների աշխարհ, որովհետև մեր կրկեսում են ինչ որ մենք հիմա անում ենք, իրոքից այդ փոքր տարածքի նման հրաշքի, իրոքից այդ ինչ որ մենք արել ենք, այդ ուղղակի անհնարին բան էր։ Ովքեր որ ասենք մեր գոլեգաներից կրկեսային ոլորտում աշխատում էին, իրանք ասում էին, որ դա անհնարին բան եք դուք արել, որովհետև տենց փոքր տարածքում այդպիսի մեծ դեկորացիաներ ու այդպիսի բաներ անհնարին են, որովհետև շատ երկար ենք մտածել, ոնց անենք, որ անգամ 40% մեր դալիճը հանդիսատեսի համար կրճատել ենք, որպեսզի այս համարները ունենանք եւ ցույց տանք Հայաստանում։ Ապրեք, շնորհակալ եմ շատ։ Ամենայն դեպս ես կփորձեմ նաեւ ավելի ներկայացնել նաեւ մյուս հյուրերի օգնությամբ, հարգանքներս ձեզ լավ գործի համար։ Եվ վստահ եմ նորության դեպքում ինչքան էլ ես չնկատեմ, չգիտեմ, այսպես չնայած ես փոքր ժամանակվանից պաշտում եմ կրկեսը ու կարոտել եմ, եթե անկեղծ, եւ վերջին անգամ մայր կրկեսումներ ես նկարահանվել եմ Փեսացուն կրկեսից ֆիլմը, որ անմիջապես 4 օր հետո նկարահանումից հետո կրկեսը պետք է արդեն վերացնեին։ Եվ այդ օրվանից հետո ես կրկես չեմ մտել, եթե անկեղծ։ Հիմա ունենք մենք դե բնականաբար գիտենք նորից նույն տարածքում կրկես ես չեմ գնացել։ Ես վստահ եմ հիմա կմանկանամ ու իմ հետ միան է լինելու բնականաբար ես շատ եմ սպասում այդ օրվան կադրից դուրս երբ որ տեսախցիկները արդեն անջատվեն շատ հարցերի պատասխաններ կստանամ բայց շնորհակալ եմ լավ գործի համար պահանջում եմ նորության դեպքում դուք լինեք ինձ մոտ տաղավարում միասին լուսաբանենք որպեսզի հանրապետությունը մեզ լսում է իմանա թե ինչ լավ գործեր եք անում իսկ Ագուստոյին խնդրում եմ փոխանցել հարգանքներս Thank you very much nice to meet you Գիրակի օր մենք հանդիպելու ենք Thank for the invite for a show this week Okay we wait you there for watch the show He's a little bit extreme and different I'm sure you like him Ես արդեն դուք հասկացաք Ինքը արդեն վստահ է որ ես հավանելու եմ այնպես որ thank you so much իսկ ես ասեմ որ վարքյաներից նաև հանդիպելու եմ մյուս հյուրերից հետ որը նորից ամենաանմիջական կապն ունեն հենց այս թեմայի հետ
հարգեն ես 21 TV եթերում շարունակում է աշխատանքը Ձինետ նախագիծը, եթե նոր եք մեզ միացել, եւս մեկ անգամ տեղեկացնեմ, որ Վարդանյան եղբայրների մասին եմ փորձում ձեզ ներկայացնել ինչ որ չափով, ունեմ բացարձակ էքսկլյուզիվ հյուրեր եւ այս պահին էլ մեծագույն սիրով հյուրընկալել եմ եւ արտիստուհի եւ խորեոգրաֆ Լիանա Խաչատրյանին, իսկ նրան ուղեկցում են մեր հյուրերը նորից Բրազիլիայից, որոնք արտիստներ են անել էքստրեմալ տարբերակով են հանդես գալիս Վանդերսոնը եւ Մարիո Էսկոբարը, բարի գալուս ձեզ։ Լիանա ջան, դու ինձ օգնելու ես, չէ՞, նրանց հետ շփվելու համար, եւ ես ոնց հասկացա, ոնց որ թե Մարիոն մի քիչ հայերեն հասկանում է, սովորացրել եք։ Do you understand Armenian a little bit? No. No? Ասմաչե։ Չէ, լավ։ Համստացին անում։ Ինչ որ վերջում նորմալ հայերենով ինձ հաջողություն անեն ու գնան, ինչի չեմ զարմանա, որ մի ամիս էլ մնան հայրենիքում։ Նախ սկսենք ամենասկզբից։ Ես տղաների հետ շփվելուց հասկացա, որ դուք ինքներդ բոլորդ գոհ եք այն ամեն ինչ որ կազմակերպել ենք, առավելևս մոտոշոուի մասին է խոսքս։ Եվ ինձ որ ասեցին Լիանան է մեզ մոտ լինելու, եւ արտիստու է, եւ խորեոգրաֆ, այսինքն մարդ, որ նաեւ այդ օջախից է, չեմ վախեն այդ բառը ասել։ Եվ ինչքան ժամանակ է դուք եղբայրների հետ համագործակցում եք եւ ինչպես եք ձեզ զգում հենց այդ կրկեսում։ Նախ ասեմ, որ ես Գևորգին եւ Անդրանիկին շատ վաղուց եմ ճանաչում, մենք իրար հետ փոքրուց մեծացել ենք, այսպես ասած, իսկ աշխատել սկսել եմ 2024 թվականից, քանի որ 23 թվականին երբ իրենք սկսեցին աշխատել, ես այդ ժամանակ Հայաստանում չէի, գտնվում էի Չինաստանի կրկեսներից մեկում, այնտեղ գաստրոներով հրավերով գնացի, այնտեղ էի։ Ես Անդրանիկի հետ այդ ժամանակ խոսեցի, ասացի, ես հիմա Հայաստանում չեմ, հետ կգամ, հետո արդեն կմիանամ ձեզ սիրով։ Որովհետև ես ինքս երկրից դուրս աշխատել տենց շատ չեմ սիրում։ Փոքր տարիքում ինչքան աշխատել եմ, արդեն բավական է, սիրում եմ աշխատել հայրենիքում, թող տենց շատ չթվա թե ձևեր եմ թափում, բայց ես իսկապես սիրում եմ մեր հայ հանդիսատեսի համար աշխատել։ Ես գիտեմ, որ շատ օրինակ արտիստներ, իմ ընկերներից նաև, որ այստեղ նստած են լինում, ասում են ձին, մեզ միլիոն է տալիս են, բայց մեր այդ դուրը, որ բացում ենք, թեկուզ 100 դրամ ենք վերցնում, բայց դրան մոտ ենք լինում եւ մեր ընտանիքի հետ դա ավելի հաճելի է։ Կա, գուցե կա այդպես բան, այո, ճիշտ են ասում։ Ովքեր որ չեն գնում, այստեղ են մնում, հիմնականում հավատացեք, որ հարցը միայն գումարը չի, այլ այն սերը ու արվեստի փոխանցումը մեր սերունդերին, հիմա հենց հիմա Վարդան եղբայրները այն ինչ անում են, կոմերցիոն բնույթ կարող են վստահացել, որ չի կրում, որովհետև իրանք ահավոր շատ ներդրում են անում ամեն ինչի համար, թե արտիստներին որ հրավիրում են, թե արտիստների հոգ տանելը, չէ, կեցություն, ամեն ինչը գումար արժի։ Ու դրա համար էլ մենք բոլորս ես ինքս շատ շնորհակալ եմ, իրենց շատ սիրում եմ, իրանք իմ համար շատ տաղանդավոր մարդիկ են ու բոլորն էլ այդ կարծիքին են միանշանակ։ Հիանալի է։ Ինչ կասեք մեզ տղաների մասին։ Ես Տեջի հետ շփվելուց հասկացա, որ ինքը արդեն կիսով չափ հայացել եմ։ Եվ ինքն էլ շատ գոհ է մեր տղաներից եւ հանդիսատեսից։ Ինչ կարծիք ունեն օրինակ Վանդերսոնը եւ Էսկոբարը, ինչպիսին է հայ հանդիսատեսը եւ եթե լինի հնարավորություն կարող է շարունակել մնալ մեզ մոտ, թե պայմանագիրը շարունակվի։ Հեսա հարցն եմ։ Do you like Armenian? I love it. I like it. Do you like to work here? I love work here. What about your friend? Yes, ¿Te gusta I like trabajar it. aquí? Yes. Yeah, you like? Yes, baby. What do you like most? Like they are what do you like? I like people friendly people. It's nice people. I like it. Մարդկանց է շատ հավանում, որովհետև շատ ընկերասեր են, բարի են երևի թե։ I've been many places in the world, but here is a special place. People is so friendly and nice. Ասում եմ, որ շատ երկրներում է եղել, դե պարտների գործից ելնելով, բայց այստեղի ժողովուրդը շատ են տարբերվում, շատ ընկերասեր են։
սենց հետաքրքրում, նրանք իրենց ընտանիքների հետ են այստեղ, թե մենակ անհատական եկել են աշխատան եւ գնան։ Չէ, մենակ են եկել են աշխատան եւ գնան։ Դա հաստատ գիտեմ, էլի մաս չունի հարցնեմ իրենց։ Իսկ նրանք ընտանիքներ ունեն։ Այդ հարցնեմ չգիտեմ։ Do you have family? Yes. Like you are married? Yes, I do. Մտածելով է պատասխանում։ ¿Ya has casado? No, no. No? He's single. Ես սա աղջիկների համար եմ ասում, կամ որ Single. որովհետև ես գիտեմ, որ հիմա շատ արտիստների, այսպես ասած, գողանում են հայ աղջիկները։ Հա? Հա, Ես չգիտեի։ ես գիտեմ։ Ես ունեմ շատ ընկերներ, որ Լավ, էլ կմտածեմ։ պաշտում են դրսի արտիստների, բայց դե այս կատակեր։ Լավ, հիմա անցնենք բուն թեմային։ Ես գիտեմ, որ նաև շատ նաև դրսի, հա, կրկեսներում կա սով։ Ինչու, որովհետև ասում են, մենք ուզում ենք ամեն ամիս նորություն, ամեն անգամ ուզում ենք նոր դեմքերի։ Ես այսպես խոսում եմ, որովհետև իմ ամենամեծ ընկերները նաև Պետրոսյաններ ընտանիքն է, եւ երբ որ որդու այդ հենց սոսը հետ շփվում եմ, ասում եմ ձին սովը կա, որովհետև կրկեսը միշտ ուզում է նորություն, ես այդ տեքստը միշտ լսել եմ։ Հիմա նենց չի, ես վստահ եմ, որ եղբայրները ձեզ հենց քառակուսու մեջ կպային չեն թողի գնաք հյուրախաղերի, եւ ինձ հետաքրքիր վերջին անգամ որ մի կրկեսում եք եղել, որ երկրում եք եղել եւ ընդհանրապես եթե լինի համագործակցության թեմա նորից, կարող է մտքափոխվեք։ Կոնկրետ ես ոնց որ զրույցի սկզբում ասացի կրկեսում էի գտնվում Չինաստանի, Չեմլոնգ, եթե ճիշտ եմ հիշում, դրանից առաջ էլ Դյուսելեի հետ պրոյեկտում եմ մասնակցել, ու դրանից հետո արդեն էլ չեմ հիշում որտեղ, տղաները կարծում եմ Ռուսաստանից են եկել, թե չեմ հիշում, where did you come from here? Before this contract? We've been in Vladivostok, Վլադիվոստոկ։ Russia. Russia? Russia, Այո, yeah, Russia. Ռուսաստանի Russian. դաշնություն։ Yes. Russia. Your friend also? Yes, we've You been worked working together. together. Yes. What circus else have you been? Which circus Yeah. was? Poland, Mexico, Polska, Colombia, Mexico, United States, Oh, America. United States of America, and I'm here now. You're here. Եվ վերջում էլ մի հարց, նրանք եթե գաղտնիք չէ, քանի տարեկան են։ Եվ քանի տարի է որ այս գործի մեջ արդեն մտածած են։ Can I ask your age? How old are you? How old you think I am? No, I am. Տանիք I չեն am հարցնում։ 38. Yeah? 38. You look young. It's compliment. thank you, It's thank you very compliment. much. And what about you? 22. 22. 22? Yes, Լուրջ ես ասում։ Are you not? Չեն բացատրում իսկապես։ 22. Ես մեկ 22-ից մյուսը ոնց որ 39 եմ։ Ամենայն դեպս արդեն նեղ մնաց։ Ինչ եք մեր տարիք հարցնում, ինչ եք ասում ենք ընտանիք ունենք, թե չէ։ Ես գիտեմ եք հայերն են այդ թեմաներից նեղում, բայց բրազիլիացիք են այդ տարբերակով։ Շատ լավ, շնորհակալ եմ ձեզ ամենայն դեպս լավ գործի համար։ Եվ մի հարց ունեի դա եղբայրներին երևի արդեն կադրից դուրս կհարցնեմ, ես վստահ եմ որ հենց հիմա նրանց հետևում եւ դիտում են, քան որ Հայաստանի Հանրապետությունում ունենք աննորմալներ, որոնք շեղված են մոտո երևույթի ասվածի վրա, որովհետեւ ես ունեմ ընկեր, որը ընտանիք ունի, ամեն ինչ տեղը տեղ են, ասենք, հասուն մարդ է, բայց ինքը ապրում է եւ վայելում են րոպեները, երբ որ մոտոյով ինքը սլանում է այդ ադրենալին ասվածը։ Հետաքրքիր է, եթե կա թեմա, եթե առաջարկեն տղաները կարող են նաև սովորեցնել սեմինարներ կազմակերպեն, դե բնականաբար եղբայրների օգնությամբ, ես դա եղբայրներին կհարցնեմ եւ մոտոյով տենց այդ սլացող շեղված ընկերներից կփոխանցեմ այն, ինչ որ վստահ եմ դուք հենց հիմա մտածում եք ձեր, որ ասում եք, ձին կարող է տենց մի բան։ Ես չգիտեմ ճիշտ կլինեմ թե սխալ, բայց կարծում իրենց մոտոցիկլետները որպես գույք են ծառայում իրենց համար, Այո։ ու պետքա մանեժում մենակ սլանան, մանեժից դուրս չգիտեմ կլինի թե չէ, այդ արդեն պետքա հարցնենք։ Դա էլ էր հետաքրքիր նորություն, ամենայն դեպս ես լինելու եմ այնտեղ եւ կփորձեմ ամեն ինչ ներկայացնել իմ էջով եւ վստահ եմ նորության դեպքում դուք կլինեք այստեղ ինձ համար ցանկալի հյուրեր եք, շնորհակալ եմ շատ։ Իսկ էքստրեմի սիրահարներին վստահ եմ գոհացրեցի այսօր լավագույն հյուրերն էին ինձ մոտ տաղավարից դուրս դեռ ունեմ շփման կարիք ոնց հասկացաք հարցերի տեղատարապ
WhatsApp է ինձ մոտ, որը ոչ եթերային են։ Համենայն դեպս դուք հասկացաք, նրանք ամեն շաբաթ Կիրակի ներկայացնում են օրիգինալ ներկայացում, բոլոր հարցերի համար ունեն շատ ակտիվ Instagram-յան էջ, եւ եթե չգտնեք, ինձ զանգարեք, ես ձեզ կօգնեմ կամ բոլոր հարցերով, որովհետեւ ես ուզում եմ դեռ այն հաճելի երևույթ աստված կրկեսը շարունակի ապրել նաեւ հենց այստեղ, դա մի այլ աշխարհ է։ Եվ այսքանից հետո էլ ուզում եմ ասել, որ միջև հիմա ձեզ այդ լավագույն դեմքերն են եւ ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում, բարին ընձեզ։